Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ժողովրդավարական համախմբում կուսակցության պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան հրավերն ընդունելու համար եւ ասացեք ինչպիսի քարոզարշավ եք անցկացրել այս օրերին ու գոհ եք արդյոք թե ոչ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Քարոզարշավի արդյունքներից միանգամից ասեմ, որ գոհ ենք, ինչի ենք գոհ, որովհետեւ քարոզարշավը, որը մեր կուսակցության կողմից իրականացվում է, բացառապես քաղաքակիրթ եւ մեր քաղաքացիների ջերմ ընդունելությանն է արժանանում եւ ընդհանրապես այդ գործընթացում մենք տեսնում ենք քաղաքացիների դեմքեր, որոնք հույս ունեն, որոնք ապագայի նկատմամբ հավատ ունեն եւ ամենակարևորը որևէ կոպիտ խոսք, որևէ խոչընդոտ չկա եւ ամեն ինչ Փառք Աստծո ընթանում է շատ հարթ կերպով։ Հետաքրքրություն կա ծրագրերի նկատմամբ, թե մարդիկ էլի անձնավորված այս կամ այն ուժին են փորձում իրենց վերաբերմունքը ցույց տալ։ Իհարկե ծրագրերի նկատմամբ չի ասի հետաքրքրությունը շատ մեծ է, բայց քարոզարշավի ընթացքում մարդկանց հետաքրքրող հիմնական հարցերին մենք կարողանում ենք տեղում սպառիչ պատասխաններ տալ, ինչը ասեմ շրջանակները որն է հիմնականում ապագայի նկատմամբ անորոշությունն է եւ խաղաղության եւ անվտանգության խնդիրներն են, հիմնականում այս հարցերն են հետաքրքրում քաղաքացիներին եւ ընդհանրապես չել հանդիպել դեպք, որ ասենք օրինակ սոցիալ-տնտեսական խնդիրներ արծարծեն, հիմնականում այս երկու հարցերն են նրանց ուզում։ Դուք ո՞նց եք տեսնում խաղաղության եւ անվտանգության հարցերը ձեր ծրագրում նպատակային առումով, ինչ եք դրել։ Ուրեմն տեսեք խաղաղության եւ անվտանգության խնդիրները ծրագրային առումով խաղաղությունը բացառապես պայմանավորված չէ զինված ուժերով։ Անվտանգություն հասկացությունը դա մի քանի շերտ ունի եւ առաջինը դա հայեցակարգային անվտանգությունն է, այսինքն ճիշտ պետության մոդել ունենալը, որից արդեն բխում է արդեն ֆունկցիոնալ եւ օպերացիոն անվտանգությունները եւ այս առումով ասեմ ձեզ օրինակ տեսեք տարբեր մեր քաղաքական ուժեր, երբ որ արծարծում են պատերազմի եւ խաղաղության խնդիրները, միանգամից ասեմ, որ մի փոքր դա ներող կլինեք մանկամտություն է հիշեցնում, որովհետեւ եթե մենք վերցնում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն վիճակագրությունը համենայն դեպս վերջին 100 տարիների երկիր մոլորակի վրա 365 տարվա օրերից միայն 3 օրն է, որ լինում է խաղաղություն։ Մնացած օրերին 362 օրերին երկիր մոլորակի տարբեր վայրերում պատերազմներ են, զինված ընդհարումներ են։ Եվ այս առումով քաղաքական ուժը չի կարող ինքը օբյեկտիվորեն խոստանալ խաղաղություն, նա կարող է խոստանալ անվտանգության որոշակի ավելի լավ աստիճան, բայց Դուք ինչ աստիճան եք առաջարկում, ինչ գործիքներ եք դրա համար առաջարկում։ Դրա գործիքները, ասեմ ձեզ, դրա գործիքները ունենալ adekvat համարժեք պետականություն։ Պետականություն ասելով ես ինչ եմ հասկանում։ Պետություն, որը կբավարարի պետության համար նախատեսված որակի չափանիշներին։ Եվ այս առումով ես ձեզ ասեմ, որ անկախությունից ի վեր մեզ մոտ, քանի որ պետությունը բովանդակային բնույթ չի կրել, այլ ձևական բնույթ է կրել, ասենք այլ երկրներ ունեն խորհրդարան, մենք էլ ունենք կառավարություն ունենք, կենտրոնական բանկ եւ այլն, եւ դրա հետևանքով մեզ մոտ պետք է ընդունենք, որ իշխանությունը եւ պետությունը կրել են բացառապես անհատականացված բնույթ, անձնավորված բնույթ են կրել եւ ցավոք սրտի մեր խեղճ ժողովրդի իր ճակատագիրը կապել է առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդի, այսօր վարչապետի, դա ամենամեծ մոլորությունն է։ Պետությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որպեսզի ինչքան էլ անորակ ղեկավար ունենանք, դրանից պետության անվտանգությունը եւ որակը չխաթարվի։ Եվ այս առումով որպեսզի ունենանք անվտանգության աստիճան, ասենք որ խոստանում են բարձր տնտեսական ցուցանիշներ, դրանք բոլորը ճիշտ պետության հետևանք են։ Այսինքն մենք գալիս ենք ձևավորելու բովանդակային պետություն, ոչ թե ձևական առումով, այլ բովանդակության պետություն։ Ո՞նց եք դա անելու, բայց Դա ամենաառաջին հերթին սկսվում է պետության հայեցակարգային հիմքերից, իսկ պետության հայեցակարգից առաջ պետք է լինի ազգային գաղափարախոսությունը, որը չգիտես ինչու մեզ մոտ անտեսվել է 30 եւ ավելի տարիների անկախության օրոք։
ազգային գաղափարախոսությունից պետք է բխի հայկական պետության հայեցակարգը, իսկ հայկական պետության հայեցակարգից պետք է բխի հայկական պետություն կառուցելու ծրագիրը։ Եվ այս առումով մեր կարգախոսը, եթե նկատել եք, կերտել հայկական պետություն, իսկ ես մի փոքր փակագծերը բացեմ, ոչ միայն հայկական պետություն, այլ ստեղծել որակապես նոր համահայկական պետություն, այսինքն համահայկական պետություն, որը կներառի ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքացիներին, այլ համայն աշխարհի հայությանը։ Ինչ կերպ։ Ինչ կերպ։ Ուրեմն դա համահայկական պետության մոդելը պետք է լինի նոր սահմանադրությամբ, որին պետք է հաջորդի համահայկական քաղաքացիության մասին օրենքի ընդունումը, որը պետք է հնարավորություն տա ծագումով հայերին եւ հայկական ինքնություն ունեցող անձանց պարզեցված կարգով Հայաստան ոչ թե վերադառնալու, այլ Հայաստանի Հանրապետության հողի վրա ոտք դնելու հիմքով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ տեսեք Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների համակարգը պետք է նույնպես կրի համահայկական բնույթ, մասնավորապես մեր տեսլականով նույն խորհրդարանը մեր այն քաղաքացիները, որոնք ձևավորելու են խորհրդարանի ստորին պալատը, ազգային ժողովը, նրանք բացառապես պետք է լինեն այն քաղաքացիները, որոնք մշտապես ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ խորհրդարանի ստորին պալատի հիմնական գործառույթը պետք է լինի պետության բյուջեի ընդունումը եւ կառավարության ձևավորումը, բյուջեի նկատմամբ հսկողությունը եւ օրենքների ընդունումը, բայց մենք կարող ենք ունենալ նաեւ Սփյուռքի պալատ, ըստ համամասնության, տեսեք, տարբեր աշխարհի տարբեր երկրներում ինչքան քանակով, որ մենք սփյուռքահայեր ունենք, այդ համամասնությամբ նրանք պետք է ներկայացնեն խորհրդարանի վերին պալատը եւ դրանք էլ պետք է զբաղվեն համահայկական բնույթի հարցերի լուծմամբ։ Եվ այս տեսակետից ասեմ ձեզ, որ դա ամենամեծ կարծում ենք երաշխիքը կլինի, որ տեսեք, ասում են հակառուսական, հակաարևմտյան եւ այլն, համահայկական պետությունը ամենաարդյունավետ հարթակը պետք է լինի, որպեսզի կարողանա հաշտեցնի արևմուտքին եւ Ռուսաստանին, չգիտեմ, աշխարհաքաղաքական կենտրոններին, դրանց հետ մեկտեղելով համահայկական շահը եւ դա օգտագործելով ի նպաստ մեր երկրի։ Իսկ հակառակ պարագայում մենք այսօր ինչ-որ տուրբուլենտության գոտում ենք գտնվում եւ չենք հասկանում դեպի որտեղից ենք գնում եւ դեպի ուր ենք ուզում։ Դուք նաեւ պատկերացնում եք, որ Սփյուռքում բնակվող անձին հնարավորություն ունենան երկրի կառավարման մեջ որոշակի պարտավորություն կամ իրավունքներ ունենալու։ Եթե այո, մի հարց, դրսում ապրող մարդը արդյոք կարող է հասկանալ, որը մշտապես այստեղ Հայաստանում չէ, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, որոնք են առաջնային խնդիրները մեր պետության, ժողովրդի համար, դա ո՞նց է հնարավոր։ Իհարկե, ուրեմն տեսեք, մինչ օրս Սփյուռքահայությանը օգտագործել է մեր պետությունը որպես փողի աղբյուր, տարբեր հանգանակություններ, օգնություններ եւ այլն, եւ չգիտես ինչ նպատակներով են այդ միջոցները ծախսվել եւ մենք ուշադրություն դարձրեք, որ եթե պետականության մեջ չենք միավորում աշխարհասփյուռ հայերին, մենք սերնդեսերունդ ունենում ենք նրանց կողմից հայկական ինքնության կորուստ։ Իսկ եթե քաղաքացին լինելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի սփյուռքահայը, տեսեք, եթե նա հնարավորություն է ունենում մասնակցելու պետական կառավարման համահայկական խնդիրների լուծմանը, այսինքն հայ ժողովրդի ճակատագրի կերտմանը, այս պարագայում նա մեծ սիրով իր բոլոր միջոցները ներ է դնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործին, բայց եթե դու նրան չես մասնակից դարձում, այսինքն որպես քաղաքացի պետականակերտման գործին մասնակից չես դարձնում եւ միայն փող ես մուրում, շատ ներողություն, այս պարագայում ոչ թե սփյուռքահայ համար էլ գրավիչ չի լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ։ Դուք նաեւ պատկերացնում եք երկրի կառավարումը որևէ մեկին օրինակ սփյուռքից վստահելու հնարավորության մասին։ Իհարկե։ Այդ դեպքում դուք սահմանադրության որոշակի կետերի հետ հակադրություն եք ստեղծել։ Դուք եք փոխել այդ կետերը։ Խոսքը վերաբերում է միանգամայն որակապես նոր սահմանադրության ընդունմանը, խոսքը չի վերաբերում գործող սահմանադրությանը, պետք է որակապես դուք նոր սահմանադրության փոփոխություն եք առաջարկել։ Որակապես նոր սահմանադրություն պետք է ընդունվի։ Դրա համար եմ ասում, որը կհամախմբի համայն հայության ինտելեկտը,
որպեսզի դա ներդրվի մեր պետականության համար։ Մենք հրաշալի միջոցներ ունենք, հրաշալի ուղեղներ ունենք, որոնց անհրաժեշտ է համախմբել, որպեսզի նրանք ծառայեն մեր հայկական պետության հզորացմանը։ Հակառակ պարագայում, եթե մենք այս կապը խզում ենք, գիտեք, միակ քիչ թե շատ կապը դա Սփյուռքի նախարարությունն էր, որը որպես ինստիտուցիոնալ կառույց վերացավ եւ ավելի խզվեց այդ կապը։ Իսկ այս առումով, ասեմ ձեզ, աշխարհում դրա փորձը կա, նույն Իսրայելի փորձը, որը Սփյուռք ունեցող պետությունն է, եւ մեր հայեցակարգում պետք է ստեղծվի իրավիճակ, որտեղ կոնցեպտուալ առումով Սփյուռք հասկացությունը վերանա։ Այսինքն ոչ թե լինեն սփյուռքահայեր, այլ լինեն այլ պետություններում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այսինքն բոլորը պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Լավ, պարոն Այվազյան, գալով այլ հարցի, դուք ո՞նց եք տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, ո՞նց եք տեսնում տարածաշրջանում Հայաստանի հարաբերությունների իրավիճակին, զարգացմանը, խորացմանը, այդ թվում նաև Թուրքիայի։ Ուրեմն տեսեք, տարածաշրջանային հարաբերությունները պետք է կառուցված լինեն իրավահավասարության հիմքերով եւ այսպես կոչված, տեսեք, շատերը առանց դրա իմաստը հասկանալու բավականին չարաշահում են ինքնիշխանություն կոչված երևույթը, որ մենք լինենք ինքնիշխան եւ այլն, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իրանի, Եվրոպայի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մենք պատկերացնում ենք այն, որ այդ հարաբերություններում պետությունը առավելագույնս կարողանա առաջ տանել հայկական պետականության շահը։ Դա է ինքնիշխանությունը։ Բացատրեք ո՞րն է դա։ Ուրեմն, որպեսզի կարողանաս հայկական պետության շահը առաջ տանել, տեսեք, պետությունը ինքը համակարգ է, եւ որպես համակարգ ինքը բաղկացած է ենթահամակարգերից, որի մեջ մտնում է առաջին ամենակարևորագույն ենթահամակարգը հոգևոր մշակութային եւ ազգային ինքնանույնականացման համակարգը, հետո գալիս է քաղաքական համակարգ, տնտեսական համակարգ, սոցիալական համակարգ։ Հիմա այս բոլոր համակարգերը փոխգործակցում են եւ փոխադարձաբար կապված են մեկը մյուսի հետ եւ եթե որևէ այս նշված ենթահամակարգերում կա խաթարում, դա անմիջականորեն իր ազդեցությունն է ունենում մնացած համակարգերի վրա։ Սա գիտության ապացուցածն է, այլ ոչ թե իմ սուբյեկտիվ կարծիք։ Այսինքն եթե մենք ազգային ինքնանույնականացման համակարգում ունենք խաթարում, այսինքն մենք չենք տալիս այն հարցի պատասխանը, թե ով է հայը, ապա դա ազդելու է եւ տնտեսական համակարգի, եւ սոցիալական, եւ հետեւաբար, չգիտեմ, մեր անվտանգության եւ այլն։ Եթե կտակ ով է հայը հարցի պատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը ո՞նց է լինելու։ Ինչ ուղով է գնալու։ Ուրեմն Ադրբեջանի հետ հարաբերությունները դա որևէ առնչություն չունի հայի ով լինելու պատասխանը տալու հետ։ Եթե կարծում եք, որ Ադրբեջանի հետ լավ լինելու համար մենք պետք է մեր հայ լինելը ուրանանք, չարաչար, չէ, որ ասում եք դա ինչ կտա հայ լինելը։ Հենց ադրբեջանցիներին եւ համայն աշխարհին պետք է ասել ով է հայը։ Եթե մենք այս հարցի պատասխանը չենք տալիս, ուրեմն մենք չենք կարող Ադրբեջանի կամ մեկ այլ հարևանի կամ մեկ այլ պետության հետ լինել հարաբերությունների իրավահավասար սուբյեկտ, ել չեմ ասում, որ այդ հարաբերություններում առաջին հերթին պետք է լինի գործընկերոջ կամ չգիտեմ, եթե անգամ հակառակորդ ենք ասում, հարգանքի ինստիտուտը առաջին հերթին մենք պետք է լինենք պետություն, որը ստիպի դիմացինին հարգել իրեն։ Սա է ամենակարևորը։ Իսկ դա որակյալ, նորից եմ կրկնում, ինստիտուցիոնալ պետությունն է։ Լավ, պարոն Այվազյան, ներկա իրողությունները հաշվի առնելով, ներկա գործընթացները նկատի ունենալով, հայկական շահից է բխում արդյոք հիմա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման այս փուլը, ստորագրված փաստաթղթերը, ձեռք բերված համաձայնությունները, թե ոչ։ Ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված թղթերը կարելի է առավելապես բնութագրել որպես թատրոն, միջազգային թատրոն, որովհետև դրանք հայկական շահերից չեն բխում, որովհետև ցանկացած այդ փաստաթղթեր, նաև թրիփի նախագիծ եւ այլն, այստեղ բացարձակապես հայկական շահը հաշվի առնված չէ եւ բացարձակապես Հայաստանը այստեղ որպես գործոն չի դիտարկվում։ Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել դրանցից։ Ոչ թե պետք է հրաժարվել դրանցից, այլ հնդածս պետք է այնպիսի պետական կառույցներ ձևավորել, այսինքն լինել այնպիսի պետություն, որպեսզի կարողանալ քո
խնդիրը առաջ տանել, քո շահը թելադրել։ Դրա համար եմ ասում, եթե մենք անընդհատ լինենք մուրացողի, պարտվողի, լացողի դերակատարության մեջ եւ անընդհատ չարի վերջի աղվեսին անընդհատ կկվի ձագերը զիջենք, որպեսզի հանկարծ մեզ վրա չհարձակվեն եւ այլն, սա պետություն չի։ Եվ կգա մի օր, որ տեսնենք մենք արդեն ոչ հայկական հողեր ունենք, ոչ հայկական բնակչություն ունենք, բոլորը հիասթափվելու են եւ արտագաղթեն։ Իսկ որպեսզի մարդը մնա կապվի իր հայրենիքի հետ, նա պետք է ունենա, նորից եմ կրկնում, որակի չափանիշներին համապատասխանող պետություն, որը բոլոր կապարագաներում իրեն տեր կկանգնի, այլ ոչ թե մարդը իր երկրում ապրի նսեմացված եւ արժանապատվությունը ոտնահարված։ Առաջին խնդիրը սա է եւ տեսեք սահմանադրության մեջ էլ 3-րդ հոդվածում գրված է մարդը նրա արժանապատվությունը եւ իրավունքները բարձրագույն արժեք են եւ պետության հիմնական խնդիրն է, որպեսզի իր ամբողջ քաղաքացիների մոտ օբյեկտիվորեն ձևավորի սեփական անձին եւ արժանապատվությանը որպես բարձրագույն արժեք դիտարկելը։ Մյուս կետը արտաքին քաղաքականություն չեք առաջարկում դուք քաղաքացիներին, ինչ եք խոսել այստեղ։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետության մեր կուսակցության տեսլականը ավելի քան հստակ է։ Արտաքին քաղաքականության ոլորտում չպետք է լինի հակաարևմտյան դիրքավորում, հակառուսական դիրքավորում կամ չգիտեմ հակաամերիկյան դիրքավորում, այլ պետք է լինի փոխշահավետ եւ արժանապատվության հիմքերի վրա հարաբերություններ եւ երբեք չի կարելի մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերությունը կառուցել մեկ այլին անտեսելու կամ մերժելու հիմքի վրա, դա որևէ լավ բան չի բերելու մեր ազգի համար եւ դրա համար արտաքին քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կարողանալով համադրել մեր հայկական շահը։ Ինչի համար եմ ասում, ընդհանրապես քաղաքականություն ասելով մենք ինչ ենք հասկանում։ Քաղաքականություն ասելով մենք հասկանում ենք առաջնահերթությունների աստիճանակարգման արվեստը։ Այսինքն եթե ես կարողանում եմ իմ արտաքին ոլորտում ըստ իրենց առաջնահերթության հիմնահարցերը աստիճանակարգել եւ դրանց ըստ հերթականության լուծումներ տալ, անպայման ես ունենում եմ արդյունք։ Եվ սա է ամենակարևորը, որ որևէ հակա դիրքավորում չպետք է լինի։ Հիմա կա այդ դիրքավորումը։ Իհարկե կա։ Դեպի որ կողմ։ Այսօր եթե մենք նայում ենք գործող իշխանությունները հստակ դիրքավորված են դեպի Եվրոպա մերժելով Ռուսաստանին, իսկ Տիտղոսակի ընդդիմությունն էլ հակառակ մոտեցումն է ցույց տալիս եւ ըստ էության հիմնականում նրանց միջև էս պայքարն է գնում։ Եթե մերժում է Ռուսաստանին, ինչպես դուք եք ձևակերպում օրվա իշխանությունը, բա ինչու է ԵԱՏՄ-ում, ինչու է ՀԱՊԿ-ում, ինչու է ԱՊՀ-ում, ինչու է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում, ո՞նց է մերժում։ Գիտեք ինչ, ուրեմն իրավական առումով ինչ-որ փաստաթուղթ ունենալ ստորագրած դա մեկ խնդիր է, բայց մեկ այլ խնդիր է պետության փաստացի վարքագիծը։ Դե բայց իրավական փաստաթղթերն են, չէ՞, ստեղծում պետությունների հետ հարաբերությունները։ Հիմա տեսեք լավ, ասենք նույն օրինակով ձեր ասած տրամաբանությամբ մենք ունենք ամուսինների միջև կնքված ուրեմն ԶԱԳՍ-ով գրասած ամուսնություն գումարած մի հատ էլ շատ ներողություն ամուսնական պայմանագիր, բայց ասենք այդ մարդիկ ապրում են տարբեր բնակարաններում կամ տարբեր երկրներում։ Հիմա դա համարենք ամուսիններ կամ ընտանիք, դրա համար եմ ասում, պետք է փաստացի վարքագիծը պետության համապատասխանի իր կողմից կնքված իրավական փաստաթղթերին։ Լավ, երբ դուք ասում եք պետք է հավասարակշռման քաղաքականություն տանեք արտաքին, հաշվի առնելով, որ ինչպիսի խորացված կապեր ունենք մենք Ռուսաստանի հետ, տնտեսական ինչպիսի կախվածություններ ունենք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ի անդամ ենք, ոնց է այս ամեն ինչին զուգորդելու ձեր ասած հավասարակշռված քաղաքականությունը արևմուտքի հետ հարաբերություններում։ Եվրամիության հետ մենք այսօր բավականին առաջընթաց ունենք, Միացյալ Նահանգների հետ, այլ երկրների հետ։ Այդ հավասարակշռման կետերը դուք պիտի ասեք։ Այդ հավասարակշռման կետերը, ասեմ ձեզ, ապահովելու են մեր այն հզոր համայնքները, որոնք եւ Միացյալ Նահանգներում, այո, եւ Ռուսաստանում ունենք մոտ մեր երկրի բնակչության չափ։ Նրանք երբ որ լինում են համահայկական պետության բաղադրիչներ, լինում են Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, նրանք արդեն մեծ դերակատարություն կունենան այդ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ հաշտեցման եւ այդ աշխարհաքաղաքական կենտրոններում
համահայկական շահը առաջ տանելու համար։ Այս տարի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը կարծես թե չեն խոսում կամ քիչ են խոսում Արցախի հարցի վերաբերյալ, Արցախի անկախության, Արցախի վերամիավորման կամ Արցախի հարցի չլուծված լինելու մասին, բայց խոսում են օրինակ մի քանի քաղաքական ուժ կա, որ արցախահայերի իրավունքների հարցերը պետք է բարձրացվեն։ Դուք այս հարցում ինչ մոտեցում ունեք եւ Արցախի մասով արդյոք հարցը ձեզ համար փակ է թե բաց է եւ արցախահայերի իրավունքների տեսանկյունից արդյոք որևէ բան առաջարկում եք դուք ունեք ծրագրում։ Նախ ասեմ առաջին հերթին, որ արցախահայության խնդիրը երբեք մեզ համար փակ չի եղել եւ միշտ էլ բաց է լինելու եւ գիտեք ինչ, ուղղակի գոյություն ունեն աշխարհակաղակական իրավիճակներ, գոյություն ունեն պետությունների վերելքներ եւ վայրեջքներ, ասենք 30 տարի առաջ, 32 տարի առաջ մեծ վերելքով արցախահայության իրավունքները պաշտպանված էին, մեր արցախյան հերոսամարտը ուրեմն իր գագաթնակետին էր հասել եւ մենք համազգային հպարտություն էինք ապրում։ Հիմա տեսեք նույն իմ ասած տրամաբանությամբ, երբ որ մեզ մոտ ընդհանրապես օրակարգից դուրս եկավ որակյալ պետություն ունենալու գաղափարը եւ մենք ունեցանք անձնավորված պետություններ, նախագահների անձի պաշտամունք եւ այլն, այդ ամբողջ, չգիտեմ, այս ոչ պետական մոտեցումը հանգեցրեց Արցախի կորստին։ Դա Արցախի կորուստը մեզ մոտ ոչ որակյալ պետության, ոչ ինստիտուցիոնալ պետության կերտման հետևանք էր։ Հիմա եթե մենք միջնաժամկետ ժամանակահատվածի ընթացքում եթե ստացվի իրական որակի չափանիշներին համապատասխանող պետություն ունենալ, դուք կտեսնեք, թե ինչ հեշտությամբ ինքնաբերաբար կլուծվի նաև արցախահայության խնդիրը։ Արցախահայության, բայց ոչ Արցախի հետ կապված պլաններ։ Եվ սկզբում արցախահայության, հետո նաև Արցախի խնդիրը։ Բայց ո՞նց եք դուք դա պատկերացնում։ Ասեցի, երբ որ մենք ունենանք որակյալ հզոր պետություն, մենք այդ ժամանակ համարձակություն կունենանք արդեն։ Այս պահին դրա մասին խոսելը իրատեսական չէ, արկածախնդրություն է։ Պետականության առումով մենք գտնվում ենք փլատակների տակ։ Պատկերացրեք, մեր պետությունը ենթարկվել է 15 բալ երկրաշարժի եւ մենք առայժմ փլատակների տակ ենք գտնվում եւ անհրաժեշտ է փլատակները վերացնել, փլատակների հիմքի վրա շատ ամուր պետական կառույց ստեղծել, նոր արդեն անցնել Արցախի խնդրի արծարծմանը։ Գալով այլ հարցի, սոցիալական ոլորտ, կուսակցությունները տարբեր, որոնք մասնակցում են, տարբեր խոստումներ ունեն։ Մեկն ասում է, որ աշխատավարձեր է բարձրացնելու, մյուսն ասում է, որ 300,000 աշխատատեղ է ավելացնելու, մի ուրիշը 46,000 աշխատատեղ, մի մասն ասում է, որ շատ ներդրումներ է բերելու եւ այդ ներդրումների բոլոր աղբյուրները իրենք գիտեն, երբ իրեն իշխանություն դա տեղի կունենա եւ մենք կտեսնենք դուք ինչ եք առաջարկում։ Թոշակ աշխատավարձ կբարձրացնեք, թե չէ, աշխատատեղեր, քանի 100,000 աշխատատեղ կբացեք, թե չէ, բացի առհասարակ։ Ձեր նշված խնդիրները թող ներող գտնվեն կուսակցությունները, դրանք բոլորը Գյուլնաստատի հեքիաթներն են։ Ինչու։ Ինչու, որովհետև ցանկացած ուրեմն սոցիալական խնդրի լուծում, կենսամակարդակի բարձրացում, կենսաթոշակի դա հետևանք է ճիշտ պետության։ Եթե դու չունես ճիշտ պետություն, ընդ որում պատկերացրեք, պետությունը բնական օրինաչափություններից դուրս երևույթ չի։ Հիմա մեր պետությունը քանի որ շեղվել է բնական օրինաչափություններից, դրա համար հայտնվել է փլատակների տակ։ Երբ որ դու այդ պետությունը ստեղծես, որպես հետևանք դա էլ կլինի։ Հիմա ես հայտարարում եմ, մենք էլ ստեղծելու ենք 3 միլիոն աշխատատեղ։ Սա հեքիաթ է եւ մեր հարգարժան քաղաքացիներն էլ կխնդրեմ, որպեսզի նման հեքիաթներին չհավատան։ Եթե այդ հեքիաթները իրականություն լինեին, այդ պոպուլիզմին մենք էլ կտրվենք։ Մենք նման աշխատատեղեր օբյեկտիվորեն հնարավոր չի ստեղծել եւ օբյեկտիվորեն հնարավոր չի սկզբնական ժամանակահատվածում այդ հարցերի լուծում տալ։ Եվ այսօր մեր կուսակցության համար թիվ 1 առաջնահերթությունը դա հայկական ինքնության փրկությունն է, որովհետեւ մենք արդեն մեր հայկական ինքնությունը կորցնում ենք։
Մեր խնդիրը վերադարձնել մեր հայկական ինքնությունը առաջին հերթին։ Պարոն Այվազյան, ասում եք, եթե ճիշտ պետություն լինի, ձեր ասած այդ թոշակները, աշխատավարձերը եւ մնացած բոլոր բաները հնդածս կգան, բայց եթե օրինակ գործող իշխանություն կամ ներկայդրությամբ թոշակներ են բարձրացվում, աշխատավարձեր են բարձրացվում, կան նոր ստեղծված աշխատատեղեր կամ ստվերից դուրս եկած աշխատատեղեր, ով ոնց ուզում է թող դա գնահատի, ասում են անվճար առողջապահության մասին եւ այլն, սա եթե սխալ պետություն է ձեր որակմամբ, արդյոք դա ոնց է տեղի ունենում։ Շատ լավ, ուրեմն տեսեք, Սահմանադրության համաձայն ազգային ժողովը պետական բյուջեի նախագիծը ազգային ժողովը մտնում է բյուջետային տարվա ավարտից 60 օր առաջ։ Հիմա տեսեք բյուջետային տարին պետական բյուջեն ընդունելիս մենք չենք ունեցել նման խնդիր թոշակների բարձրացման եւ հանկարծ դրվագային կերպով բարձրացվել է թոշակը։ Եվ սա գիտեք ինչի է նման, ասենք պատկերացրեք մեկը վարձակալությամբ մեկին բնակարան է տվել եւ արդեն վարձակալը պետք է բնակարանը ազատի, թողնի վարձատուին, ասենք մի լավ վանդալիզմ իրականացնի, այդ բնակարանը պղծի, հետո դուրս գա, հիմա ասենք նոր իշխանափոխություն եթե եղավ ընտրություններից, ասենք նոր իշխանությունները շատ չեմ կարծում, որ կարողանան այդ 10,000 դրամ բարձրացված թոշակների տակից դուրս գան, որովհետև դրա համար անհրաժեշտ նորից կնվազեցվի, որովհետև այո, դա չհիմնավորված, բայց ասում են տնտեսական լավ աճ ունենք եւ դրա հիմքով կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ որոշակի թալանված հատված վերադարձել է, դրա հիմքով վերադարձվում է, տրվում է ժողովրդին թոշակների տեսքով։ Գիտեք, ինչ կապրենք կտեսնենք ընտրություններից առաջ բան չունեմ ասելու, դա իշխանության իրավունքն է։ Բայց մենք թոշակի մասին չէ խոսքը, օրինակ աշխատատեղերի մասին, առողջապահության ապահովագրության մասին, սրանք սխալ պետության մասին են խոսում։ Տեսեք, պետության ճիշտն ու սխալը թոշակով եւ առողջապահության համակարգով չի որոշվում։ Ճիշտ պետությունը առաջին հերթին որոշվում է ճիշտ քաղաքական համակարգով։ Հիմա տեսեք, ես ուրիշ բան չեմ ասում, ընդհանրապես նույն մեր հարգելի իշխանության եւ ընդդիմության քարոզարշավի եւ մեկը մյուսին փոխադարձաբար վիրավորելու բառապաշարի ֆոնին արդեն սա ֆանտաստիկայի ժանրից է այդ առողջապահության կամ մարդկանց սոցիալական վիճակի բարելավում։ Այդ դա սխալ պետության դրսևորումն է։ Արդյոք ընդդիմությունը եւ իշխանությունը իրավունք ունեն նման բառամթերք օգտագործել մեկը մյուսի հանդեպ, դա ամենաառաջինը ազգային անվտանգության սպառնալիք է նման բառամթերքը։ Պետությունը դրանից է ձևավորվում։ Պետության հիմքը քաղաքացիներն են, որոնք պետք է ունենան տարրական գիտելիքներ իրենց պատկանող իշխանության վերաբերյալ։ Իսկ մեր իշխանությունների եւ ընդդիմության քարոզարշավը եւ բառամթերքը տանում է դեպի խորը դեգրադացիայի։ Նման կերպով մենք չենք կարող ունենալ որակյալ պետություն, ել չեմ ասում առողջապահության եւ մնացած համակարգերի համար։ Վերջին հարցը, պարոն Այվազյան, ոնց եք դուք գնահատում ձեր շանսերը ազգային ժողովում մտնելու տեսանկյունից եւ եթե այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվի ընտրություններից հետո, որ կարիք լինի, եթե դուք հաղթահարեք, շեմը հայտնվեք ազգային ժողովում, ձեր ձայները տակ այս կամ այն քաղաքական ուժին, ում կբացառեք կամ ում կտակ։ Ուրեմն դրա վերաբերյալ ասեմ ձեզ, կուսակցության ղեկավարը բազում անգամներ ասել է, որ առաջին հերթին բացառվում է համագործակցությունը իշխանության հետ, երկրորդ հերթին բացառվում է համագործակցությունը նախկին իշխանությունները ներկայացնող ուժերի հետ։ Ո՞վ է նախկինը։ Բոլորի ցուցակում նախկին մարդիկ կան։ Չէ, օրինակ առավել եւս, եթե բոլորի ցուցակում նախկին մարդիկ կան, ուրեմն նախկին մարդկանց պարագայում մենք այս բան որևէ համագործակցություն չենք տեսնում։ Անբանական, այսինքն Բարգավաճ Հայաստանի հետ չեք տեսնում, Հայաստան դաշինքի հետ չեք տեսնում, ուժեղ Հայաստանի հետ չեք տեսնում, իսկ ինչ վերաբերում է խորհրդարան անցնելու շանսերին, ապա մեզ համար, նորից եմ կրկնում, խորհրդարան անցնելը դա նպատակ չէ, այլ միջոց է։ Մենք փորձում ենք մեր համեստ կարողություններով, մեր ունեցած գիտելիքներով որակականություն մտցնել պետության մեջ եւ եթե մեր հանրությունը կգնահատի, մենք կանցնենք խորհրդարան։ Եթե չի գնահատի, մենք դա շատ ծանր չենք տանի եւ նորից եմ կրկնում, եթե մեզ համար լիներ ուրեմն բոլոր ամեն գնով հայտնվել խորհրդարանում, դա մեզ համար լիներ այդքան ծայրաստիճան անհրաժեշտություն, հավատացեք
բազում քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ստացել են, կմիանայինք նրանց ուղղակի տեխնիկական առումով խորհրդանում հայտնվելու համար։ Դա մեզ հարկավոր չէ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս ժողովրդավարական համախմբում կուսակցության падգամավորի տեխնացու Վարդան Այվազյանն էր, կհանդիպենք։